Հավատում եք սիրուն առաջին հայացքից։ Առաջին հայացքից կարող է առաջանալ զգացմունք, բայց սիրելու համար ժամանակ է պետք։ Պետք է ճանաչես, գաս, հետո նոր սիրես։ Սիրո մեջ ինչը երբեք չեք ների։ Երբեք չեմ ների դավաճանությունը, անասելի ատում եմ դավաճան մարդկանց։ Սիրո մասին կա երգ, որը համարում եք ձեր սաունդթրեքը։ Այո, Էրնեստ Օգանեսյան, Սիրո պատմություն Երևանից։ Կա ֆիլմ սիրո մասին, որի հերոսուհին կցանկանայիք դուք լինել։ Այո, Միսթր եւ Միսիս Սմիթներ, պատերազմ ու սեր, ինչպես իմ կյանքում է եղել։ Ամենաիդեալական ժամադրությունը ձեզ համար։ Ամենաիդեալական ժամադրությունը սիրելիի հետ ժամադրությունն է միանշանակ։ Սուրբ Սարգիս թե Վալենտին։ Իհարկե Վալենտին, մեր հայ տղամարդիկ չեն պատկերացնում, որ կարելի է Սուրբ Սարգիսը շնորհավորել։ 3 խորհուրդ, որ կտաք սիրահարներին։ Սիրեք իրար, շատ սիրեք։ Մի դավաճանեք եւ մի վախեցեք զգացմունքները ցույց տալուց։ Սիրահարված եք։ Ոչ։ Սիրելի մարդու հեռախոսը ստուգել թե երբեք։ Ստուգելը մեղմ է ասված։ Սիրո համար ինչքան հեռու կգնայիք։ Սիրո համար արժե շատ հեռու գնալ, կարելի է փոխվել, զիջել, ներել, բայց ինքնականվել երբեք չի կարելի։ Ավելի վախենալուն որն է, չսիրահարվելը թե սխալ մարդու սիրահարվելը։ Ամենավախենալուն սխալ մարդու սիրահարվելն է իհարկե, քանի որ երբ որ չես սիրում, հոգի դատարկ է լինում, բայց երբ որ սխալ մարդու է սիրահարվում, առաջանում են բաց վերքեր, ապագայում նորից սիրելու վախ։ Այդ պատճառով ուզում եմ նաև խորհուրդ տալ մեր աղջիկներին, երբեք մեկ վատ փորձից չհուսահատվեք, ձեր սրտերը չփակեք, քանի որ ոչ բոլոր մարդիկ են ստոր եւ ոչ բոլորն են դավաճան, կան նաև արժանապատիվ տղաներ։